Հանրային ռադիոյի ուղիղ եթերում վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիո լսողներ, Հանրային ռադիոյի կայք էջում ու նաև Facebook-յան հարթակում այս պահին մեզ դիտողներ։ Արևմշակութային հիմնադրամը եւ Ժամանակակից արվեստի ինստիտուտը մեկնարկում է մշակույթի լուսաբանում միջազգային փորձ կրթական աշխատարանների շարքը։ Առաջին աշխատարանը գրի մշակույթի նրա սահմանների գրելու փորձառության մասին անցկացրեց արդի հայ գրականության քննադատության ու մտքի ամենաազդեցիկ դեմքերից մեկը ֆրանսահայ գրող տեսաբան Գրիգոր Պլտյանը, ում մենք այսօր պատիվ ունենք մեր եթերում հետ զրուցելու, պարոն Պլտյանը մեր հյուրն է եւ մենք այսօր կփորձենք այդ թեման շարունակել եթերում, կխոսենք գրի, նաեւ լռության, ինչու ոչ, ու նաեւ ժամանակակից աշխարհում հայերեն մտածելու առաքելության մասին։ Ողջույն, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Ուրախ եմ նույնպես։ Պարոն Պլտյան, ինձ համար շատ հետաքրքիր մի միտք ասեցիք, ես մասնակցեցի ձեր աշխատարանին։ Դուք նշում եք, որ մարմինը այնտեղն է, որտեղ սկսվում է փորձառությունը եւ միայն հետո խոսքը։ Մենք սովոր ենք գիրը համարել վերացական, մտային աշխատանք։ Ինչպես է մարմնական փորձառությունը վերածվում տեքստի, ես կուզեի մի փոքր մեկնաբանել։ Եթե կուզենք, որպեսզի կարողանանք գրել, առնվազն մեր ձեռքերը պետք է աշխատանին ձեռքերով, գուցե կարելի է միայն մտածել, բայց մարմինը մաս կգազմի մեր մտքին, այսինքն միտքը ինչպես գսեն անչափ չէ մարմնի մեկ բիդիսի մեկ զարգացած ձևն է եւ որոշն օրի գնանք մեր մարմինը մտածել իր գարքին ուրեմն մարմինը նույնադեն մեր դեղն է մեր վայրը մեր մարմինն է մեր ուրիշ տեղ չէ հետեւաբար մենք մեզ չենք կարող երևակայել առանց մարմնի Այսինքն մենք ունենք ցանկություններ, դխրություններ եւ այլն, որոնք բոլորը մեր մարմին մեջն են։ Ես հոգեբան չեմ, ոչ ալ բժիշկ կամ բայց գիտեմ, որ եթե մարմինս անհանգիստ է, չեմ կարող գրել։ Այսինքն մարմինը պետք է նորմալ բանի։ Մասնակցություն։ Այո, անշուշտ, այո։ Ֆիզիկական է, կենսաբանական։ Այո, բան գրելը ֆիզիկական արարք է։ Սակայն ինք արվեստական է, այսինքն մշակութային երևույթ է քրելը, բնության մեջ, կսենք մարդիկ գրելու մեջ, որ գաբրին անպայման գրելու մասին չեն մտածել։ Այսինքն քիրը հավելյալ բան է, որ մշակույթին ինչպես կսենք կպատկանի։ Իսկ ինչ է նշանակում գրելու փորձառությունը հատկապես ժամանակակից մարդու համար, տեսեք, երբ կան տեղեկատվական այսպես հեղեղներ, երբ որտեղ արժեզրկվում է բառը եւ կա արհեստական բանականություն, որ երբ շատ կարճ ժամանակում կարող ես ցանկացած տեքստ գեներացնել։ Այո արվեստական բանականության փորձառությունը, այսինքն մոդեն չեմ ճանչնա, խնդիրներն էլ չեմ ճանչնար, բայց անձնական փորձառությունը գրելը անձնական փորձառություն է։ Այն չափով որ ուրիշ որևէ մեկը չի կարող գրավել քուդեղդ։ Թուն է որ պիտի ունես այդ փորձառությունը եւ փոխանցելի չէ։ Այսինքն չես գնալ ծրագրավորել կրնաս այո քո աշխատանքները ծրագրավորել բայց փորձառությունը ինքը գենտատրե ինչ գենտատրե արկելքներ դժվարություններ երբեմն հանգարձակի վայելքիս ինչպես կսեն վերացումի բահեր երբ որ գահաճողիս ունել ինչ որ գմտածեիր ունել կամ չէիր կարծեր որ պիտի կարողանաս ուրեմն մարմինը հոգին միասին մաս կգազմեն փորձառության բայց փորձառություն բարի մեջ կա փորձելը ինչպես փորձարկելը եւ նաեւ կա փորձանքի գաղափարը այսինքն վտանգի գաղափարը ուրեմն այս բոլորը մեր լեզվին մեջ կան մեր որոշ չափով մեր լեզուն կմտածե այս բաներու մասին բայց մենք կարող չենք հետևելու մեր լեզվի ներքին դրամապանության Ադիգա ուրիշ հարց մնե, քրողի հարց է,
քրողը պետք է այսինքն պիտի դիրաբեդե լեզվի ներքին դրամապանության, այսինքն ավելի ճիշտ հանցնվի այդ դրամապանության եւ ոչ թե բարդատրե ինքսին կանոր ինձ համար քրող երևույթը այսպես է թե լեզվին մեջն ես թե անո ղեկավար ես բայց երբեք քրողը բնագի լեզվին մեջ այնտեղ ուրենք լեզուն է որքան մարդ իր մարմնին մեջ է այնքան լեզվի մեջ է բայց լեզուն մեր մարմինն է առանց լեզվի մենք մեզ չենք կարող երևակայել Իսկ ժամանակակից հեղինակները թեկուս Ֆրանսիայում ստեղծագործող նույն կերպ են մտածում, այսինքն այդպես կարևորվում է գրողի դերը, որ գրողը շատ կարևոր, այդպես լեզվական, հոգևոր նաև գործառույթ ունի։ Գիտեք, ժամանակին գրողը առաջադար տերմին է, կոնե Ֆրանսայի մեջ, մինչև Ժան-Պոլ Սարտրը եւ այլն։ Երբ որ գրողը մաս կգազմեր քիչ թե շատ հասարակության բայկարին կամ իր խոսքը ուներսելիք, ինչ որ անգաժմանի կապարներ, այսինքն հացնարություններ, որը գենթատրել բարդականություններ, բայց կարծեմ Սարտրեն վերջ այս քրողի այս կերպարը, որ իր մեջ կենթատրեր նաև մտավորական, սոցիալական էակը, այս կերպարը փոխվեցավ։ Եվ ուրեմն այլևս բարձրապես որովհետև հայտնվեցան լրատվական ուրիշ միջոցներ, որով քրողի խոսքը այնքան դիրական չէր, քան ինչ որ առաջ։ Անշուշտ քրողները պիտի չսեմ առաջադար, բայց քրողը կոնե այնպես ինչպես որ ես կհասկանամ ես մտածող էակ մնե անպայման չի դարվիր հոսանքներեն ֆրանսական միջավայրի մեջ այո քրողներ անպայման չեն խոսիր կան քրողներ երբեք չեն խոսած բայց գրած են քրողին աշխատանքը քիրին մեջն է ոչ անպայման խոսելու Հերուստացույցեն կան քրողներ որ խոսին նույնիսկ շատ լավ հաղորդումներ կային ժամանակին մի քանի ես կհետևեի բայց հիմա չեմ դեսներ քրող որ ուղագի գմիջամդե ընկերային process-ին Իսկ դա ձեզ մտահոգում է թե առհասարակ չի մտահոգ այսինքն ինչ որ զիս կմտահոգե մտածումի բացակայությունն է կամ ինչ որ մտածումի ազատությունը կբդանք է ներկայիս կա շուտ այդ մտածելու ազատության վրա տրվող ճնշումներ քրողներ հասարակական կոզիչներ կամ արվեստագետներ խոսին կամ կփորձեն բայկարիլ այդ մեծ ինչ որ գսեն մեծ խմբավորում որոնք ունին փող տրամ ունին եւ որոնք կփորձեն գարձիկ բարդատրել վերջերս կար բոլորեի բարական որը ծայրակույն աչի ինչ որ ֆրանսական իմաստով ծայրակույն աչի կապարներ գուզե դարաձել եւ գամ օրինակ գարկիլե սա գամնա հրադարագություն օրինակի վերջո գրասե հրադարագությունը խնդիրներ ունեցավ եւ շուրջ 200 եթե ոչ ավելի քրողներ ուսեցին դուրսել այդ հրադարագությունն որովհետեւ դերը այսին գրասեին դերը սկսած է միջամտել եւ ուրեմն բարդատրել քիչ թե շատ հրադարագության իր հայեցագետը ասկան նորությունն է պետք է ասել Ֆրանսայի մեջ հրադարագչատուները համեմատաբար ազատ կալվածներ էին հիմա այդպես չէ հիմա գտվի թե այդպես չէ փողոքի ալիքը այդ ցույց կուտա որ մարդիկ սկայուն են քրոները սկայուն են ես որ նման հարց չունիմ նորեն գմտածեմ որ բնականաբար է Պարոն Բլտյան մտածումի մասին շատ խոսեցինք այսպես օրինակ ինչպես մտածել ներկայի մասին ինչպիսին է այսօր ներկան
մի քիչ շատ ընդհանրական հարց եմ տալիս, բայց այդ ներկան վերաբերվում է եւ մարդկության ներկային, եւ հայաստանյան ներկային։ Ներկան մտածելը դժվար է, որովհետեւ ավելի հեշտ է անցյալի փորձին վրա մտածել, քան թե ներկան, որ անստույք է։ Ժամանակին ինչպես կսեի այդ մեր աշխատարանները մեկուն առաջ կմտածեինք, որ դեղ մգերտանք հարցում մգար, որ սպիրկայ քրագանության մեջ բավական դարածված էր ուր գերտանք եւ ուր գերտանքը երբեմն պատասխաններ ուներ, բայց հիմա չենք գիտեր ուր գերտանք արդյոք մարդկությունը պիտի ինքնաչնչումի հասնի, հյուլիական չեմ գիտեր բայթումը լա, կամ որտեղ մեծ ուժերը հիմա բայկարի մեջ են։ Մենք կգործենք, որ Բերլինի բադի փլուզում են վերջ, աշխարհը պիտի մտներ նոր փուլի մեջ եւ բادرազմները պիտի դատրեին հանգարց անդրադարձանք որ բادرազմները ավելի քան երբեք կվտանգեն մարդկությունը ինչ որ եղավ Հայաստանի բարակային մոդավորվեց ուրիշ տեղեր կբադահին նույնը տարբեր արդյունքներով Շատ լավ, մենք շատ ենք խոսում ինքնիշխանության մասին, հատկապես վերջին շրջանում, դա կարևոր կոնցեպտ է մեր պետականության, մեր երկրի եւ այլնի մասին, բայց դուք նաեւ խոսում եք լեզվի ինքնիշխանության մասին, որը շատ կարևորում եք։ Առհասարակ գրողն է ստեղծում լեզվի ինքնիշխանությունը, թե լեզուն է ինքնիշխանություն տալիս գրողին, եթե այսպես վերցնենք։ Գուցե փոխհարաբերություններ կան։ Գրող բայց այդ խնդրեմը գրողի մտքի մեջ պետք է գոյություն ունենա։ Այսինքն մենք չենք կարող քնարական հարաբերություններ ունենալ լեզվին եւ իրականության անտեպ։ Քնարական կնշանակե քրեստիկ բանաստեղծություններ գրել, այդ չէ այլևս։ Գրողը այդ քնարական փուլը շատ անցած ենք ընդհանրակը մեր քույությունը շատ անգամ բնանկված է հետեւաբար այլևս չենք կարող մտածել այս կամ այն ցանոթ գերբերով պետք է ինչ որ գսենք մտածում կամ ինքնիշխանություն կնշանակե մտածել ինքն եւ իր հաշվուն մեկնելով անշուշտ ժամանակագից փորձառութենեն այսինքն մենք չենք կարող այնպես մնել որ մենք պիտի մտածենք առանցին աշխարհեն բոլորովին անջատ հետևելով մեր ավանդության չեմ գիտեր մեր ավանդությունը գիտեք ավանդությունը ամեն օր կգառուցենք այո եւ փոփոխական է այո փոփոխական է ամեն սերունդ կամ ամեն իշխանություն իր ավանդությունը ինք գորինեք ամեն գրող ինքն իր ավանդությունը ունի Իսկ օրինակ ինչ է նշանակում արևմտահայերեն լեզվի ինքնիշխանության մասին եթե փորձենք խոսել Սփյուռքում ինչպես եք տեսնում արևմտահայերենի հետոն որովհետև ես շատ քիչ արևմտահայերեն գրող հեղինակներ գիտեմ արդեն եւ դա ցավալի է Գիտեք Գարադեն շուրջ 10 եթե ոչ 15 տարի է իվեր արևմտահայերենի մասին գխոցվի իբր վտանգված լեզու կամ մեռնելու մոտ եւ այլն անգած ասեմ այո ճիշտ է քրոներու թիվը շատ ավելի փոքր է քան ասենք 30 40 50 տարի առաջ սպիրկի մեջ 50 տարի առաջ շատ ավելի մեծ ձերտիվը կրողներու ես Ֆրանսիայի քրագանություն հադորո երբ որ պատրաստեցի եւ հրադարագվեցավ այդ ժամանակ կար կոնե Փարիզի մեջ շուրջ 50 կրող միան եւ Ֆրանսիայի մեջ բայց ադոնց մեկ կարևոր մասը կար բոլիսեն 15-ի 20-ի դեպքերեն վերջ հետո գային նաեւ որբերը որոնք կրող եղան Հիմա այլևս այդ սերունդը անհետացավ կամ գոյություն չունի հիմա բուքան միջին արևելքեն Եգիպտոս ճիշտ է Սուրիա Լիբանանեն եւ
քրագանությունը այնպես կտվի որ առաջնահեր չի տվի կան քրողներ երդասարդ քրողներ ալգան անշուշտ բարեփոխտաբար արեմդայրենով քրող բայց դագավին չեն հասած ինքնուրույնության մագարտագին հետո սպիրկի մեջ գիտեք ավանտույթ պահելը շատ դժվար խնդիր է սպիրկի մեջ ամեն մեկ քրող ինքը գսկսի քրագանությունը եւ իր մով քրագանությունը վերջանա այս է այսին հաստատություն չկա սպիրկի մեջ քրագանությունը հաստատութենական չէ ինստիտուցիոնալ չէ ինչպես որ է Ֆրանսիայի մեջ կամ ուրիշ երկիրներում մեջ այդ փորձառությունը բավական կվտանգե միևնույն քրոներուն ազատություն գուտա քրելու ինչ որ գուզեն բայց գիտեք ազատությունը արդեն գարձեմ մասի շատ վտանգավոր եւ դժվար ստանցնելի բան է շատ կարևոր է թե այսօր օրինակ սփյուռքահայ գրականությունը ինչի մասին է խոսում օրինակ ձեր տեքստերը հատկապես դրանք խոսում են նորից արձագանքելով նախկին ստեղծագործություններին հղում անելով կամ գուցե երկխոսելով նրանց հետ Հակոբ Օշական եւ այլն այդ սերնդի որ դուք խոսեցիք թեկուզ որբերի եւ այլն թե նոր հայացք կա գուցե ձեր միջավայրում օրինակ Ֆրանսիայում որ այնտեղ ապրում եք կամ թեկուզ հայացք կա Ֆրանսիայից դեպի Հայաստան եթե անգյազը լամբիրիսեմ անպայման չեմ հետևիր այդ բաներուն այդ զարգացումներուն դիզանոց չեն այո քրագանության հանդեպ հետաքրքրությունը գա երդասարդ ցերունդ գա որ հետաքրքրված է թե արեմդայրենով եւ թե քրագանությամբ կան նաեւ հաստատություններ ինչպես Գուլբենկյան հաստատությունը շատ ջիկտապ արեմդայրենի իսկ ո՞րն է իրենց խնդիրը թեման խոսելիքի ասելիքի իբր հեղինակ այո խնդիրը իրենց ինչ խնդիրներից են խոսում հիմնականում ես չեմ տեսներ իսկապես նոր քրող որ սպյուկի խնդիրները նորովի դարազե բարձապանե չեմ տեսներ Գուցե գիտակցությունը չունին կամ ավելի գործեն բոլորին ազատ զուդանհատական քրագանություն ունել գիտեք նաև պետք չէ մոռանանք որ քրագանությունը անհատական փորձառություն մնե ոչ անպայման ասկի ճակատագրով սպահող եւ երբեմն գսեք Դանիել Բարուժանը ունի դողմը որ գարձեմ հիշեցի այն օրը գսե հայրենիքը մեզ խիստ հերացուցած է մեզ ինչ կնշանակի որ երբ որ մենք կսպաղենք հայրենիքի հարցերով կթատրինք սպաղել ենք մեզ մով այսինքն անհատական քրագանություն ունել է Եվ ուրեմն երբ որ անհատական քրագանություն չեն գնել հիմնական բանը կբացի քրագանության այսինքն երբ որ քու փորձառությունը չես կարող տնել քրածիտ մեջ չես կարող ժամանակ չունիս հայրենիքը մեզ շատ բան կբահանջի Շատ լավ գուցե հարցս այլ կերպ ձևակերպեմ ոչ թե հայրենիքի խնդիրներով զբաղվել այլ ինքդ քո հետ այդ դեպքում այսօրվա սփյուռքահայ մտավորականը ով է ինչի մասին է խոսում Ես ավելի զայրայախ պիտի ելայի գա սպյուրքայ մտավորական ինձ համար թեական բամ հարցում մնե որում պատասխան չունիմ նույնիսկ ես ինքս մտավորական չեմ նկատել այլ մեր ժողովրդի հարցերով նաև քրագանության խնդիրներով ինձ համար հայ քրագանությունը ավելի կարևոր է քանի որ այնտեղ գտնամ որոշ բաներ անել մինչդեռ մտավորական աշխարհի մեջ այո չեմ գնարնել քանի որ մտավորական իմ մագարտագից վրա ադիկա էական
չի տվիր, չեմ գիտեմ։ Շատ լավ, քանի որ դուք ասում եք, որ գրականության խնդիրներով եք զբաղվում եւ իսկապես էսսեներ, հոդվածներ շատ եք անդրադառնում գրելու մշակույթին, նաեւ գրելու թեմաներից եք խոսում, ինչն է պակասում հայ գրականության մեջ, որը փորձում եք դուք վերանայել, վերաիմաստավորել, ինչ որ նոր հայացք բերել։ Իմ զրակիրս կամ միշտ փորձերս եղած է այն, որ ինչ որ կներկայանան իբր հայ գրականություն, անիկա պետք է հիմնովին ենթարկվի մտածողական աշխատանքի։ Ինձ համար գրականությունը մտածելու ցեղմն է։ Մեր ժամանակը կամ մեր գրականությունը կամ ասկի որոշ հարցերը մտածումի գործողությունն է եւ այդ դիրին մեջ որ երբեմն ինչ որ գսեմ մեր արժեքները գիտեք մեր արժեքները կփորձեմ վերստին նայել քանի որ պետք է նորովին նայել քանի քիչ առաջ թելադրեցի մենք որ ավանդությունը գհորինենք այսին անոր նշանակություն գտանք նորոգենք որոշ չափում ես փորձած եմ նախ որովհետև ուսուցիչ քանի որ ժամանակին համալսարանի դասախոս էի քրեթե բարդավոր էի իմ դասերուս այնպես մանել որ ուսանողները հետաքրքրվեին չի կարող գալ եւ խորենացի կենսակրություն տալ կարելի չէ մեր համալսարանական համագարքի մեջ այդ տեսակի մոդեցում կարելի չէ այլ պետք է միտք բերել հետո ժամանակագից որոշ քույն դալ մեթոդապանական նորություններ են օգտվել որոնք մենք կսորվենք արևմուտքեն մենք դժբախտաբար հայ գրականության մեջ մեթոդապանական մտահոգություններ երբեք չեն եղած նույնիսկ մեր մեծակույն քննադատները Օշագանը, Աղբալյանը կամ ուրիշներ չեն մտահոգված մեթոդի հարցերով ես ոյ բանակային որ համալսարանի մեջ կաշխատեի չէի գնար մորնալ որ այդ տեսակի բաներ կան այդ տեսակի մտահոգություններ կան ի վերջո պետք է որ գարտայի ռուս ֆորմալիստները ֆրանսացի քրագանակիդության նոր փորձերը պետք է գարտայի նաև արվեստի պատմության նոր մոդեցումները ասենք բոլորը չափազանց անհրաժեշտ են իմ մտքիս համար Այդ դեպքում անցյալի տեքստերին ինչպես մոտենալ, որ այն չլինի որպես թանգարանային նմուշ, որը այսպես հարգանքով եւ խնամքով վերաբերվում ենք, բայց չենք քննության չենք ենթարկում հենց մեր ժամանակի դիրքերից։ Այսինքն ինչ որ միշտ փորձած եմ, օրինակ հայկական ֆուտուրիզմի բարակային կամ հետո ուրիշ աշխատության մեջ ինչ որ անձանոթ է կամ մորցված է կամ խցանված է արկելված է perel դուրս եւ ուրեմն մեր քրատարանը իմ քիրքերուն դեղերը փոխել շատ կարեւոր է թե ինչ առաջնահերթ է հաջող բոլորի մորցված քրողը այսօր ավելի ժամանակագից է քան թե ինչ գիտնամ այսօրվան քրողը որը գտնա ավելի նվազ հետաքրքրական լալ կա այդպիսի հեղինակ կարող եք հիշել որևէ անուն գտնամ ինձ համար հայ գրականության մեջ ինձ համար ֆուտուրիստ հայկական ֆուտուրիստ քրողները Չարենցը Կարադարվիշը կամ ուրիշները այո իրենց ժամանակի շարժումին մեջն էին եւ իբր այդ քանի որ չեն բեղված չեն բերված մեր ներգային անոնք կարծեք բոլորի մորցված են բայց անոնք մեզի համար շահեգան փորձառություններ են քանի որ արվեստի նոր ըմբռնում կբերեին եւ այսօր արդիական են նրանք որոշ չափով արդիականություն ունի այսինքն մենք կրնանք ասել որ մեր արդիականությունը գրնա ադոր վրա հիմնվի մենք բոլորի նոր դուրսեն ամբեման բերելու հնարավորությունը այսինքն Արաժեշտությունը չենք տեսնել գնանք ասել որ այո ֆուտուրիստ շարժում եղած է բայց չի հասած իր լրումին եղած է սիմվոլիստ շարժում
բազմաթիվ քրողներ սիմվոլիստ եղած են, այսինքն մեր մշակույթը մասնակցած է համաշխարհային շարժումներուն եւ չգղզիացած լեռնաշխարհի լեռներուն միջև։ Դա շատ կարևոր է։ Ասուր։ Բայց ադիգա հայեցագետը կփոխե։ Բայց ադիգա հնարավոր գլայ որ դու գիտագից ես որ մեթոդներն ալ պետք է փոխվին, ներգայացման ծևերը, ես չես օրինակ չեք կարող դուք մոռանալ որ հոգեվերլուծություն կա։ Եղած է։ Հիմա արդեն հին է այդ հոգեվերլուծությունը։ Երբ որ գարտակ մեր 30-ական, 40-ական, 50-ական շրջանի քրողները թեգուս քրողներ որ ինձ անպայման սիրելի չեմ, գիտեմ, մգրդիչ Արմեն կամ ինչ կսեն մտնացորի եղինագը Աքսել Պագունդ, կամ Արեմդահայ կամ Բոլսահայ քրողներ, ես անխուսափելիորեն անոնց մեջ կդեսնեմ ուրիշ բաներ կան ինչ որ ժամանակի ընթերցողները կդեսնեին կամ համագարկը գիտեք սովետական համագարկը թույլ գուդար որ դեսնեինք հետո չմանչադեր քրագանությունը սինեմայեն չմանչադեր քրագանությունը նկարչութենեն որտեվ երբեմն մեր մոտ գնաց խորտաբաշտ քրագանություն ունենալ, բայց նկարչություն գրեթե չունենալ, բայց օրմնալ գնալ։ Իսկ գրականությունը անջատում եք իրականությունից, քաղաքական իրավիճակներից, պատմական իրադարձություններից։ Ոչ, անշուշտ, միշտ նկատի գառնվի, ի վերջո 15-ը մեր քրագանության ինչպես կսեն տիկունքը գոդրեց բարձ է մեր ժողովրդին տիկունքն ալ գոդրեց անգևերջ եղան ուրիշ աղետներ հիմա այդ մասին չեմ ուզեր խոսիլ բայց բարձ է որ քրագանությունը անդարբեր չի գտնարել բայց քրագանությունը միան ադոնց արտացոլումն ալ չի գտնարել Շատ լավ, պարոն Բլջյան, մենք ունենք 3 րոպե ժամանակը շատ արագ թռավ, ես մի հարց ունեմ ձեզ տալու, մտածելը արդյոք հաճույք է ձեզ համար, տեսեք դուք ասում եք, որ մտածելը կարևոր է և ընդհանրապես ամեն ինչի մասին մտածելն է գուցե կարևոր Կարծեմ այդ նշաններ քրքիս մեջ գա գլուխը, որ գխոսվի մտածելի հաճույքի մասին մտածելն ալ հաճույք մնե այո մտածելը հաճույք մնե նույնիսկ եթե անպայման չես գտներ ելքը ես կարծեմ հենց այստեղ եմ տեսել այդ միտքը այս գրքում այդ մտածելը վայել հաճույք մնե եւ գտանա վայել երբ դու կարողանաս այդ մտածումին ցև դալ քրողի բաշտոնն է ցև դալ մտածումին, որը սկիզբը գտվի անդարազելի, անասելի, բայց ինչպես ասի քրողի համար անասելի բան գոյություն չունի։ Նոր գրքի վրա աշխատում եք, սա 2025 թվականին է լույս տեսել սիրելի ռադիոլսողներ եւ մեզ դիտողներ, եթե տեսնում եք, սա ուղղ է նշաններ Գրիգոր Բլջյանի հոդվածների եւ էսսեների ժողովածուն է, որտեղ շատ հետաքրքիր նյութեր կան, իհարկե ես շատ կուզեի այսօր մենք նաեւ այստեղից քննարկում անեինք որոշ բաներ, բայց ժամանակը թույլ չի տալիս, գուցե այլ անգամ կփորձենք ամփոփել մեր զրույցը, պարոն Բլջյան, ինչ թեմայի վրա եք հիմա աշխատում, ինչ գրքի վրա եք աշխատում, ինչ մտածումների վերջին տարիներուն ես շատ քիրքրադարագեցի, շատ աշխատեցա, ասել չէ որ միտքը չաշխատիր, բայց մի քիչ ժամանակ պետք է հասնելու համար փյուրեղացումի, այո, անշուշտ ծրագիրներ ունիմ, եթե հաջողիմ իրականացնել հայկական խորհրդաբաշխություն ադորը, սիմվոլիզմը, արդեն Գյանքիս ծրագիրները մեկն է ուրիշ աշխատություններ ալգամ, բայց եթե իմ հրադարագիչիս հետ խոսիմ, իմ արջև ծրագիրներ, ինձի ծրագիրներ դա printing for, հաչենց printing for, ամեն անգամ որ հանդիպենք ինձի ծրագիրներ կարաչարգե, բայց ես ինչպես գցեմ երկու ծերք ունիմ
Շատ լավ։ Ձեզ հաջողություն եմ մաղթում, հուսով եմ էլի առիթ կունենանք այստեղ զրուցելու, պարոն Բլթյան, սա շատ այն հազվադեպ առիթներից էր, որ կարող էինք ձեզ հետ այսպես գրականության մասին բացվել եւ այդ Արեմշակութային հիմնադրամի ու Ժամանակակից արվեստի ինստիտուտի կազմակերպած այդ հրաշալի կրթական աշխատարանների շրջանակներում, որը իսկապես շատ ուսանելի էր գրողների եւ լրագրողների համար, ընդհանրապես տեքստին հավատացող մարդկանց համար, հուսով եմ մենք էլի այլ առիթներ կունենանք։ Շնորհակալություն։ Սիրելի ռադիոլսողներ, իմ հյուրն այսօր Ֆրանսիայի գրող, տեսաբան Գրիգոր Բլթյանն էր, զրույցը վարեց Նազելի Օհանյանը, կհանդիպենք։ Վերնատուն